Ժողովուրդ օրաթերթը գրում է. Շուտով կլեռանա 4-րդ ամիսը, ինչ ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը թափուր է։ Ըստ էության քաղաքական իշխանությունը չի կարողանում պրոֆեսիոնալ ներկայացուցիչ գտնել։ Բանն այն է, որ այս տարվա մարտի 5-ին Եղիշե Կիրակոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից։ Պատճառն այն էր, որ խաղաղության պայմանագրի շրջանակում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել էին միջազգային ատյաններից հետ կանչել միմյանց նկատմամբ հայցերը, ու այս հանգամանքով պայմանավորված Կիրակոսյանը ինքնակամ հեռացավ։ Ժողովուրդ օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ երբ այս տարվա հունիսի սկզբին Նիկոլ Փաշինյանն ընդունել է անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների ծնողներին, հերթական անգամ վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է երեխաների որոնման եւ վերադարձի համար, սակայն ծնողները դժգոհ են մնացել, քանի որ որևէ շոշափելի արդյունք չկա զինծառայողների որոնական աշխատանքների մասով։ Այս դժգոհության ֆոնին կառավարության դիմաց տեսնելով շենքից դուրս եկող ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, որը եղել է ԴՆԹ հետազոտությունների պատասխանատուն, Դատաբժ գիտագործական կենտրոնի տնօրեն Մեհեր Բիշարյանի հետ, բղավել են նրա վրա, թե ԴՆԹ հետազոտությունները դարձել են ծաղր, այնուհետև քաշել են օձիքից։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նախորդային կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Զվարթնոցի տաճարից մինչև Մայրաթոր բազմահազարանոց երթ տեղի ունեցավ, որին մասնակցում էին հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ազգային արժեքներ գնահատող շարքային մարդիկ։ Այս միջոցառումը թեպետ իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեցին ծաղրի ենթարկել, իսկ իշխանական ֆեյքերը 24 ժամ չէին հանդարտվում, գրում էին ու գրում, սակայն տեղեկություններ կան, որ դա անհանգստություն է պատճառել Նիկոլ Փաշինյանին, եւ նա հրանգել է եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին նոր թափ հաղորդել։ Զուգահեռ զբաղվել եկեղեցուն աջակցող ընդդիմադիրներով։ Չի բացառվում, որ առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ լինեն։ Սամվել Կարապետյանի կալանավորմամբ նա օրինականության պատրանքներ ստեղծելու Ռուբիկոնն էլ հաղթարեց եւ հիմա ամեն ինչի ունակ է։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մենք տեղեկացանք Երևանի ավականու այսօրվա նիստում քննարկվելու է հանրային ձայն խմբակցության անդամ Արտակ Գալստյանի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Հանրային ձայն խմբակցությունից Վահան Ավագյանը հաստատեց, ասելով, որ այն հունիսի 23-ին իրավական հանձնաժողովում քննվել եւ բացասական գնահատական է ստացել։ Ավագյանը փոխանցեց, որ նախագծի հեղինակը ազգային առաջընթացից Հայկ Գրիգորյանն է։ Հիմքում այն է դրել, որ Գալստյանը ավականու նիստերին չի մասնակցում։ Օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ Ռուսաստանը հերթական կոշտ ուղերձն է հղել ՀՀ իշխանություններին։ Փոխվարչապետ Ալեքսեյ Օվեչուկի գնահատականներով արդեն այս տարվա վերջին Հայաստանը եւ Ռուսաստանը կարող են կորցնել մինչեւ $6 միլիարդ, քանի որ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումն ուղղակիորեն հարվածում է ռուսական ուղղությամբ։ Ավելին, Օվերչուկը բաց տեքստով ակնարկել է, որ Հայաստանի խորացող եվրոինտեգրացիան կարող է բերել նաև ռուսական ինքնաթիռների համար հայկական օդային տարածքի փակմանը։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։